Օգոստոսի 2-ից իշխող ուժն այլևս չի ունենալու սահմանադրական մեծամասնություն, սակայն մինչ այդ կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվում, օրակարգում 43 հարց։ Դրանց թվում են ոչ միայն տնտեսական, այլև պետության հիմնարար ինստիտուտներին վերաբերող սահմանադրական օրենքների փոփոխություններ։ Քննարկվելու են օրինակ ընտրական օրենսգրքի, հանրաքվեի մասին օրենքի, ազգային ժողովի կանոնակարգի 2 առանձին նախագծեր, որոնցից մեկը վերաբերում է նաև ինքնավար մարմինների անդամների ընտրությանը մինչև պաշտոնի թափուր դառնալը։ ՔՊԱ-ական 4 պատգամավոր նախագիծ են ներկայացրել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին։ Ըստ այդ նախագծի, հանրապետությունից մոտ 160 օր բացակայելու դեպքում Հայաստանի քաղաքացին զրկվում է ընտրելու իրավունքից։ Մանրամասնում է Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Դա հայտարարություն է, դա մարդու հիմնարար ազատությունների սահմանափակում։ Ինչ հիմքով, ինչու։ Պատկերացրեք, ես 5 տարի ապրում եմ Հայաստանում, աշխատում եմ, համալսարանում դարս եմ տալիս, հանկարծ ընտրություններից առաջ 160 օրով գնում եմ ինչ-որ մի համալսարան, ենթադրենք Օքսֆորդի համալսարան, հետազոտություն անելու։ Եվ ընտրություններից մի շաբաթ առաջ գալիս եմ Հայաստան։ Ինչ տրամաբանությամբ են իրանք զրկում ինձ քվեարկելու իրավունքից։ Սա հարված է ժողովրդավարությանը, նշում է Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը։ Նրա խոսքով նախագծի օրակարգ բերելու առաջնահերթությունն իշխող ուժը զգացել է ընտրությունից հետո միայն։ Հայաստանից դուրս արտագնա աշխատանքի մեկնողների թիվը մեծ է։ Բացի այդ, Հայաստանը մեծ սփյուռք ունի։ Այդքան մարդու ընտրելու իրավունքից զրկելը ճիշտ չէ, կարծում է Մելոյանը։ Փորձում են սահմանափակումներ դնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների համար, ովքեր օրինակ վերջին 6 ամսից ավելի երկար ժամանակահատված Հայաստանի Հանրապետությունում չեն բնակվել։ Մեր բնույթի, պետության եւ ազգի համար դա ծայրաստիճան ուղիղ միջամտություն է քաղաքացու կամքին, որովհետեւ մենք մեծ սփյուռք ունենք, մենք գիտենք, որ շատ քաղաքացիներ ունենք, որ պարբերաբար արտագնա աշխատանք են մեկնում, կրթության հիմքով են բացակամ, չնայած որ իրենք լրամշակեցին այդ նախագիծը, այնուամենայնիվ բացահայտ է, որ փորձում են նեղացնել ընտրողների շրջանակը, որովհետև իրենք առնվազն իրական պատկերը տեսել են, քաղաքացիների կամ արտահայտությանն էլ ականատես եղան։ Տարընթերցման հնարավորություն են տալիս ՔՊ-ի առաջարկած ազգային ժողովի կանոնակարգի 2 առանձին նախագծեր, որոնցից մեկը վերաբերում է նաև ինքնավար մարմինների անդամների ընտրությանը մինչև պաշտոնի թափուր դառնալը։ Իշխանության նախաձեռնությունը ընդդիմությունը քաղաքական համատեքստում է դիտարկում, պնդելով, որ սահմանադրական օրենքների փոփոխությունները նման ժամանակահատվածում պատահական չեն։ Մինչդեռ իշխանության ներկայացրած հիմնավորումներում խոսվում է պետական մարմինների աշխատանքի անընդհատության եւ իրավական կարգավորումների կատարելագործման մասին։ Ես կարծում եմ, որ դա է նպատակը, որ իրենք ափալ-թափալ 8-րդ գումարման ազգային ժողովի վերջի օրերին փորձում են ապահովել իրենց համար ցանկալի արդյունքը, քանի որ 9-րդ գումարման ազգային ժողովում իրենց դիրքերը շատ ավելի թույլ են լինելու, քան թե 8-րդ գումարման խորհրդարանը։ Հուլիսի 2-ի արտահերթ նիստի օրակարգում ներառված է նաև պատգամավորների երդման տեքստը փոխելու հարցը։ Նոր տեքստում պատգամավորները չեն երդվելու համազգային նպատակները իրականացնելու համար։ Սա ինձ հիշեցնում է թուրքական քաղաքականությունը դեռևս 91 թվականից, դեռևս մինչև Հայաստանի անկախությունը 90-ականների կեսվերջերից, որ ասում էին հայաստանցի հայերը լավ են, իրանք պատրաստ են մեր հետ աշխատել, համագործակցել, իսկ սփյուռքի հայերը վատն են։ Մոռացեք, հիմնականում դաշնակցականն էին։ Եվ այս հայաստանցի հայեր, սփյուռքի հայեր տարանջատումը, թուրքական քաղաքականությունը այսօր իրականացնում է Նիկոլ Փաշինյանը։ Թե ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններում, թե պատգամավորների երդման տեքստի փոփոխությունում եւ մի շարք այլ նախագծերում կարմիր թելի պես ձգվում է Փաշինյանի միայն Հայաստանում ապրողների վարչապետը լինելու թեզը, նշում է պատգամավորը։ 43 հարցից բաղկացած օրակարգում հենց սահմանադրական օրենքների փոփոխություններն են արդեն դարձել քաղաքական քննարկումների հիմնական թեման։ Իսկ վերջնական որոշումը, թե այդ նախաձեռնություններից որոնք կդառնան օրենք, կընդունվի հուլիսի 2-ին ազգային ժողովի արտահերթ նիստում։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։